Իսկ Բարսայի վիսկը կտանաշոց է ես գոյն մենք ասում կնկարենք վիդեո։ Ասում մենք կքննարկենք Ter Stegenին, Joao Garcia-ին եւ կհասկանանք թե ինչ է կատարվելու вообще Ter Stegen-ի հետ։ Իմ կարծիքը այդ ինցիդենտի հետ կսկսենք Joao Garcia-ի տրանսֆերից։ Իմ կարծիքը Joao Garcia-ի տրանսֆերի մասին 8-10 բալ, 10-ից 8 բալ։ 8 բալ, որտեվ եթե Ter Stegen-ին ուզում են հանեն էդի արդեն մեծ ռիսկ է ու եթե Joao Garcia-ն խաղամ основной էդի իր վրա շատ մեծ դավլինի ալնելու, որտեվ եթե շատ լեգենդար վրատար են հանում, էդի արդեն մեծ դավլինի է իր վրա։ Joao Garcia-ն լավ վրատար է, բայց իմ կարծիքով չի կարելի բաժանել Ter Stegen-ից մենակ Joao Garcia-ի համար, որտեվ իմ կարծիքով ոչ մեկ անցած սեզոնում լավ չխաղաց վրատարներից, իսկ Ter Stegen-ը չխաղաց, որտեվ ինքը չէր կարող կանգնել, ինքը ընդհանրապես տրավմա էր ստացել։ Հետո հենց վերադարձավ, մի քանի խաղ վատ խաղաց, թեկուզ ոչ կարևոր խաղերին, ու հիմա սկսեցին ասել, որ Ter Stegen-ը լավ վրատար չի։ Իմ կարծիքով որտես բանը ասում, որ Ter Stegen-ը լավ վրատար չի, կարող եք միանգամից անջատել վիդեոն ու գնալ նայել ռեալի վիդեոները։ Ովքեր որտես բան են ասում, իմ կարծիքով իրանք ընդհանրապես ֆուտբոլից բան չեն հասկանում, որտեվ եթե մարդը արդեն 10 տարի է Բարսայի վրատարն է գլխավոր, իրան իրավունք չուներ Բարսայի հենց իսկական պարտները, իրավունք չունեն տենց վերաբերվել իր հետ, որտեվ ինքը օգնեց մեզ 2015-ի Champions League-ի ու treble գրավելու համար։ Ինքը արժանի է այն բաներին, ինչ որ ուզել է, որ ինքը պիտի առաջին նոմեր, որտեվ հասկացեք, եթե կա Bravo-ն ու կա Ter Stegen, իհարկե Ter Stegen-ը կուզենա, որ ինքը լինի առաջին նոմեր, բայց նայեք, երբ որ առաջին սեզոնի ժամանակ ինքը խաղում էր Bravo-ի հետ փոխարինելով, հետո ինքը դառավ լավ, օքեյ էր իր մոտ, արդեն սկսեց ինքը ավելի լավ խաղալ, սա խաղը ինքն էր խաղում, հետո արդեն ասեց 100% ես պիտի առաջին նոմեր անեմ, ու բոլորը դա այդ ընդունեցին, բայց հիմա եթե Joao Garcia-ի մոտ է նույն բանը անենք, ավելի ճիշտ կլինի, հետո Ter Stegen-ը կլինի արդեն նորմալ մարդավարի լեգենդին հաջող կասենք, մարդավարի, ոչ թե կասենք Ter Stegen out ու Radesը լում թմից, պրոստը տակ որտև դու մեծ զարպլատա ունես, բայց ոչինչ, որ այդ զարպլատան Laporta-ն է տվել իրան, տվել, այո, դե ճիշտ է, ինքը պիտի դուժի Ter Stegen-ը, բախի, Lewandowski-ն ասում է, ես կարող եմ զարպլատան ինչ հասնեմ, իրան մեկ է, Lewandowski-ն ստանում է 30 միլիոն, Lewandowski-ն ստանում է 30 միլիոն, բայց Laporta դա ինքնահավան է, իրան ինչին է պետք է 30 միլիոնը կչացնել 28-ի կամ 25 միլիոնի։ Դե ճիշտ է, բա ոնց, Ter Stegen-ը պիտի հանեն։ Շենստին են թողում, որ հենց որ Աստվածաշանի Joao Garcia-ն տրավմա ստանա, Շենստին մտնի խաղա ու կոդրվեք։ Ես չգիտեմ իրենք ինչ են ուզում անեն դրանով։ Ես ուղղակի չգիտեմ իրանք ոնց են պատկերացնում, որ Շենստին երկրորդ սեզոնի հետևից կխաղա, երբ որ ինքը առաջին սեզոնում էր sense պիտի ոնց անում։ Ինչքան էլ Laporta-ն փրկել է Բարսան, ես եթե ինքը ծախի կամ հանի թմից Ter Stegen, այդ իր ամենալեծ սխալն անելու մի 50%-ով ուվերեն եմ, որ Laporta-ն է սկսել է Ter Stegen out hashtag-ը, որտեվ այդ սկսել է հենց կատալոնական ժուրնալիստներից ու ինքը դրանց հետ կապ ունի։ Պետք է հասկանալ, որ զարպլատայի մասին եք խոսում, ախր դուք եք այդ զարպլատան տվել։ Հիմա էլ պիտի Ter Stegen-ը սաղ փողերից ատկազանի ու գնա, դες լավ էր էլի։ Չի եկի իրա ինչին է պետք է դի։ Իրա ոնց ինքը ասել է, իրա փողերը 3 տարվա կոնտրակտի տվեք, կեթա չի տալի ռադներ քաշեք Laporta ու Deco։ Իմ կարծիքով Ter Stegen-ը պետք է մնա թեկուզ որպես երկրորդ վրատար, թեկուզ որ ինքը խաղա Լա Լիգայում ու Copa del Rey-ում կապ չունի։ Ինքը պիտի մնա որպես կապիտան, որպես լիդեր, որտեվ ինքը այսքան տարի արժանի է Մեսսային լիդեր կապիտան։ Դե ոնց հասկանում եք Մեսսիելի Laporta-ն ու Deco-ն իրանց կլոունադան են միացնում, ինչպես միշտ Ter Stegen-ին չի կարելի ծախել ուղղակի։ Joao Garcia-ն շատ լավ պատմիսանյա է ու ես ուրախ եմ որ ինքը եկել է։ Ինքը մի քանի 7-8 տարվա վրատար է ու դա շատ բոմբովի նորություն է մեր համար։ Բաժիվյան ու վիդեմ էլի, չգիտեմ, հավատանք որ Ter Stegen-ին ինչ են ծախի ու այսքան կարդենք մեր վիդեոն, ձեզ լավ բաներ չմոռանաք դեպի բանոթը գրել Ter Stegen stay